Հաղորդման գործընկերն է Սելենա Սերվիսը։ Սելենա կաշվի կենտրոն։ Կաշվե, թավշյա եւ մորթյա հագուստի մաքրում, ներկում եւ վերականգնում։ 15 տարվա գերմանական փորձառություն Հայաստանում։ Թեժգից 099 210 210։ Սելենա, էկոմաքրում եւ խնամք։ Բարև ձեզ, եթերում Հայաստան եւ աշխարհ նախագիծն է։ Մեր կողքին եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին նախամարոտ։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը խոսել է հայաստանյան ընտրությունների մասին, հատուկ անդրադարձ հայկական լրատվամիջոցների աշխատանքին։ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը ոչ միայն տաղանդավոր դաշնակահարուհի է, այլև հաղորդավար։ Կանդալիզա Ռայսը աշխատանքի անցել ամերիկյան հեռուստաընկերությունում։ Օբաման երթվեց, Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների նախագահի երթմնակալության արարողությունը։ Ինչ սպասել Օբամայի նոր ժամկետից, ինչպես կփոխվի ամերիկյան արտաքին քաղաքականություն Հարավային Կովկասում, ովքեր են Ամերիկայի սպասվող նոր պետքարտուղարն ու Պենտագոնի նոր ղեկավարը եւ ինչու է հենց նրան առաջադրել Բարակ Օբաման։ Արձաբանում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ Քերին հայամետ է եւ հիմա դառնում է պետքարտուղար։ Մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանը Վաշինգտոնում խոսել է հայաստանյան ընտրությունների մասին։ Ջոն Հեֆերնի խոսքով խորհրդարանական ընտրությունների ժամանակ լրատվամիջոցները բաց են եղել բոլոր ուժերի համար։ Դիվանագետակ խոսել են նաև հայ-թուրքական հարաբերությունների, հայ-իրանական սահմանի եւ Ջուղայի խաչքարերի մասին։ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ասել է, որ խորհրդարանական վերջին ընտրություններում լրատվամիջոցները աննախադեպ հասանելի են եղել բոլոր ուժերի համար։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես խոսել եմ ընդդիմության բոլոր ղեկավարների հետ։ Նրանք ընդգծում էին, որ այս ընտրություններում լրատվամիջոցներից օգտվելու աննախադեպ հնարավորություններ են տրամադրվել։ Լրատվամիջոցները շատ բաց էին աշխատում։ Սա մայիսյան ընտրությունների ամենալավ նորությունն էր, որոշ խորհուրդներ են ներկայացրել դիտորդները, այդ թվում ԵԱՀԿ-ն, իշխանությունները դրանք իրականացնում են եւ ես հույս ունեմ, որ նախագահական ընտրությունները ավելի բարձր որակով կանցնեն։ Առաջընթաց կա թե ոչ եւ որ բնագավառներում Ջոն Հեֆերնը հիշեցնում է ամերիկյան կառավարության օժանդակությամբ Հայաստանում կատարված ծրագրերի մասին, հարցին էլ օրինակով է պատասխանում։ Մենք տեսնում ենք մեծ առաջընթաց ընտրություններում եւ բազմաթիվ այլ ոլորտներում, նաեւ կառավարման բնագավառում։ Օրինակ Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում Հայաստանը բիզնես միջավայրը բարելավելու ոլորտում 18 կետով առաջընթաց է գրանցել։ Ջոն Հեֆերնը չափազանց կարևոր է համարում, որ Հայաստանը կիսում է այն արժեքները, որոնք կարևոր են նաեւ նահանգների համար։ Արժեքների առումով, սակայն Հայաստանի հարևանները խնդիրներ ունեն։ Ջոն Հեֆերնը անդրադարձել է Ջուղայի խաչքարերին, նրա խոսքով հուշարձանների ոչնչացումը ցավալի է։ Դեսպան Հեֆերնը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, դրանց կարգավորման անհրաժեշտության մասին։ Անդրադարձել է նաեւ Հայաստանի համար հայ-իրանական սահմանի կարևորությանը։ Դավիթ Սարգսյան, Առնյուզ։ Միացյալ Նահանգները շուտով կունենան նոր պետքարտուղար եւ պաշտպանության նոր նախարար։ Ինչպես կարող են այս փոփոխությունները ազդել մեր տարածաշրջանի վրա։ Այս մասին ենք խոսելու։ Իմ զրուցակիցը քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն է։ Good evening, Mr. Կիրակոսյան։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան։ Եվ այսպես ամերիկյան կառավարության առանցքային անդամների փոփոխություն է տեղի ունենում։ Եկեք սկսենք Ջոն Քերիից։ Ինչ եք կարծում, նրա թեկնածությունը կհաստատվի եւ ընդհանրապես քաղաքական առումով ո՞րն է դրա նշանակությունը։ Ջոն Քերին հայտնի է ոչ միայն նրանով, որ եղել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, այլ որպես ընդգծված հայամետ գործիչ։ Նրա հաստատումը պետքարտուղարի պաշտոնում ապահովված է։ Նա շատ հայտնի եւ ծանրակշիռ սենատորներից է եւ նրա թեկնածության չընդունումը գրեթե անհավանական է։ Ամենահետաքրքիրն այն է, որ Քերին հայամետ է եւ հիմա դառնում է պետքարտուղար։ Այո, Ադրբեջանում նույնիսկ շոկի մեջ էին, երբ հասկացան, թե ով է լինելու հաջորդ պետքարտուղարը։ Բայց ինչ եք կարծում, արդյոք Քերին պետքարտուղարի պաշտոնում կարող է լինել հայամետ։ Ես նկատի ունեմ առաջերտին փաստը, որ Միացյալ Նահանգները նաև Մինսկի խմբում համանախագահող երկիր է։ Ինչպիսին կլինի Քերին այս տեսանկյունից։ Լավ հարց է։ Իհարկե, ի դժբախտություն հայերի ամերիկյան ժողովրդավարական համակարգը անձնավորված չէ։ Մի մարդ իհարկե չի կարող փոխել ամերիկյան արտաքին ամբողջ քաղաքականությունը, բայց մյուս կողմից Քերին գործիչ է, որը շատ լավ է հասկանում Արցախյան հակամարտությունը եւ ցեղասպանության խնդիրը, տիրապետում է այս հարցերին։ Քերիի թեկնածությունը դրական են ընդունում ոչ միայն դեմոկրատները, այլև հանրապետականները, եւ ըստ էության հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, երբ պետքարտուղարի թեկնածուն բավարարում է ամերիկյան երկու կուսակցություններին։ Սա կարող է ավելի միասնական դարձնել ամերիկյան արտաքին քաղաքականությունը։
Yes and no. In other words, Kerry as a Եվ այո եւ ոչ, հանրապետականները ավելի ուրախ են ոչ թե Քերիի տեխնացությամբ, այլ որ Հիլարի Քլինթոնն է հեռանում եւ ով էլ լինի նրա տեղում հանրապետականների համար ավելի լավ է։ Clinton is seen as a better alternative. So what do you think during the Ջոն Քերին հավանաբար կլինի այն պետքարտուղարը, որը կպաշտոնավարի 2015-ին ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Սա ինչ որ կերպ կարող է ազդել ցեղասպանության ճանաչման վրա Միացյալ Նահանգներում։ around genocide issue? Well, it could change again because Իհարկե Քերիի հայանպաստ հայացքները ցեղասպանության եւ Արցախյան հարցերը բարձրաձայնելու նրա բնական ձգտումը կունենան իրենց ազդեցությունը, բայց որոշիչ կլինի Բարակ Օբամայի դիրքորոշումը։ Նրա նախագահության երկրորդ ժամկետում, երբ վերընտրվելու խնդիր այլևս չկա, Օբաման կարող է ավելի իրատեսական քաղաքականություն վարել։ Սա ցեղասպանության ճանաչումը ապահովելու շրջանն է։ Մյուս կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամերիկյան ճնշումները ուղղված կլինեն Թուրքիայի վրա։ Խնդրի ավելի մեծ պատկերն այն է, որ սա արդեն Միացյալ Նահանգների պատվիրակությունների հանդեպ պատասխանատվության հարց է։ States no longer recognizes the genocide as it must do. What about the reopen of the Armenian? Այդ դեպքում ինչ եք կարծում, Ջոն Քերին կարող է Թուրքիայի հանդեպ այս քաղաքականությունը վարել, ստիպել Անկարային բացել սահմանը։ Something or to open borders? Well, that's a good question because in many ways Լավ հարց է, գիտեք, ամեն դեպքում խնդիրը կախված է Թուրքիայից, ոչ թե Միացյալ Նահանգներից կամ Հայաստանից, քանի որ Թուրքիան է փակել սահմանը։ Հետևաբար Թուրքիան պետք է այն բացի, եւ Թուրքիան պետք է հաստատի հարաբերություններ Հայաստանի հետ։ Վաշինգտոնի համար կարևորն այն է, որ Թուրքիայի նման վարքագիծը այլևս չպետք է կրկնվի։ Նույնիսկ Ադրբեջանի հետ նոր պատերազմի պատճառով Բեռլինի պատը քանդվել է շատ վաղուց, արդեն շատ ուշ է եւ շատ երկար ժամանակ է, որ սահմանը փակ է։ to get away with keeping this border closed. Իդեպ նախորդին Սպիտակ տանը կայացել է Բարակ Օբամայի երթմնակալության արարողությունը, որին մասնակցել են միայն նախագահի ընտանիքի անդամներն ու վարչակազմի որոշ ներկայացուցիչներ։ Գլխավոր միջոցառումը սակայն նախատեսված է երկուշաբթի։ Որն է պատճառը, որ Օբաման երկու անգամ պետք է երթվի։ Դիտենք տեսանյութը, որից հետո կշարունակենք։ Օբամայի երթման արարողությանը ներկայ են եղել միայն նրա ընտանիքի անդամները, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որն այդ օրն առավոտյան նույնպես երթվել էր, վարչակազմի որոշ անդամներ եւ Սպիտակ տան գործունեությունը լուսաբանող լրագրողներ։ Երկուշաբթի օրը Օբաման կկրկնի նախագահական երթումը, այս անգամ բոլորի համար կոնգրեսի շենքի առաջ կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ։ Սահմանադրության համաձայն նախագահը պետք է երթում տա հունվարի 20-ին, որն այս տարի համընկել է Կիրակի օրվա հետ։ Մինչդեռ Կիրակի երթման արարողություններ չեն իրականացվում, որտեղ դատարանները եւ պետական հաստատությունները չեն աշխատում։ Այդ պատճառով էլ Օբաման ստիպված է երկու անգամ երթվել։ Ուշագրավ է, որ նա երկու անգամ երթում տվել նաև առաջին ընտրության ժամանակ։ Այդ անգամ սակայն պատճառը Գերագույն դատարանի դատավոր Ջոն Ռոբերտսի թույլ տված սխալն էր։ Նա շփոթել էր երթման խոսքերը, Օբաման էլ կրկնել էր նրա սխալը, երբ ստիպված էր եղել տեքստն արտաբերել նաև հաջորդ օրը։ Այսօր Վաշինգտոնը երթմնակալության պատրաստության եռուզեռի մեջ է։ Մայրաքաղաքում ձեռնարկվում են ուժեղացված անվտանգության միջոցառումներ։ Մայրաքաղաք են բերվել ոստիկանության եւ ազգային գվարդիայի հավելած ստորաբաժանումներ, կարգուկանոնի պահպանմանը հետևելու է իրավապահ մարմինների 20,000 ներկայացուցիչ։ Կիրակի օրվանից փակ են Վաշինգտոնի մի շարք կենտրոնական փողոցներ, ինչպես նաև սահմանափակվել է մայրաքաղաքի օդային տարածքի օգտագործման իրավունքը։ Տարբեր աղբյուրների համաձայն նախագահի երթման արարողությանը պատրաստվում է ներկա գտնվել 500-ից 800,000 մարդ։ Մինչդեռ 4 տարի առաջ ԱՄՆ առաջին սևամորթ նախագահի երթմնակալության արարողությանը հավաքվել էր 1,600,000 մարդ։ Էներգետիկ հարստությունները Ադրբեջանում սպառվում են, ինչը ստիպում է տեսնել, որ Հայաստանն ու Արցախը շատ ավելի հուսալի եւ անվտանգ գործընկերներ են։